նույնիսկ տարական իրավունքի հետ կապված հարցեր դատարանը չի բավարարում։ Տարական հարցեր, որ իր պարտականությունն է։ Եվ սա ցույց է տալիս մի բան, որ դատավորը թելադրվում է քաղաքական նկատառումներով եւ բնականաբար այս որոշումը չի կայացվում այս դատարանի շենքում։ Ցավալի է, բայց դա փաստ է։ Ես չեմ կարծում, որ ինչ որ բան կփոխվի, բայց այնուամենայնիվ ուզում եմ այստեղ լինել, որտեղ այնքան ազնիվ մարդ է, այնքան շիտակ մարդ է, այս երկրի խնդիրների համար մտահոգ մարդ է, համարձակ մարդ է, ու ես զարմանում եմ, որ մենք այնքան ենք փչացել, ես ինձ չեմ հանում դրա միջից, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, որ շատ հանգիստ կարա այս մարդուն տանի բանտարկի, հասկանում եք, մի տարի, երկու, չգիտեմ, Աստված ոչ անի, բայց այդպես է ստացվում, էլի։ Եվ ինչի համար թվում է, չէ, իր շիտակ խոսքն է ասել մարդը, ոչ իր ասածով հեղափոխություն է եղել, ոչ էլ կարող էր լինել, ինչ է արել վերջապես այս մարդը, իր սրտի խոսքը մաքուր ասել է, ճիշտ ասել է, միթե իրավունք չունի, ճշմարտախոս մարդը այս երկրում, խոսքի համար արդեն դատում են, լավ, ինքը Չեսանվել Կարապետյանը ինչ ասեց, բոլորս տեսել ենք, ոչ մի բան չի ասել, մեր ձևով պաշտպանենք։ Բացարձակապես ապօրինի է, որովհետև ակնհայտ է ցանկացած անաչառ մարդու, որ սա հստակ, sense աչք ծակող քաղաքական հետապնդում է, ըստ էության եւ Միքայել Սրբազանը, եւ Սրբազան շարժման մասնակիցները, եւ Սամվել Կարապետյանը, եւ Հույդայից երիտասարդներ կային, հա, ակնհայտորեն քաղաքական հետապնդման են ենթարկվում եւ քաղբանտարկյալներ են մի ձայնագրության մեջ նույնիսկ մոնտաժված են եղել տարբեր ժամանակներում արված խոսակցություններ, ինչը նաև էլի շատ զավեշտալի է, եթե կարելի է այդ բառը օգտագործել, նաև այդ հետի բառերը, որ գրում են, այդ սուբտիտրները, հա, այդտեղ օրինակ կան բառեր, որոնք օրիգինալ այդ խոսակցության մեջ ոչ էլ կան, հա, ինչպես մենք իմացանք, այդ պատի տակ գյուլելը եւ այլն, այդ ամեն ինչը լրիվ կոնտեքստից կտրված էր ու լրիվ այլ բաների էր վերաբերում, անկախ նրանից մենք ոնց ենք դրան վերաբերում, հա, մի խոսքով ներկայացրած մեղադրանքների հետ որևէ կապ չունի։ Այն մեղադրանքը, որ ներկայացվել է, ինչ չէ, այնտեղ կետեր կան, սովորաբար այդ դեպքում, երբ չկան ծանրացնող հանգամանքներ, իսկ այս դեպքում չկան, ավելի ցածր վճիռ է կայացվում։ Այսինքն, այստեղ տրվել է հնարավոր ամենաբարձր դատավճիռը, որը հստակ ցույց է տալիս, որ սա նախ քաղաքական է, միակի ակնհայտ է, բայց մեկ անգամ եւս ապացուցում է եւ ցույց է տալիս, որ Միքայել Սրբազյանից վախենում են։ Պետք է թույլ չտալ, որ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը հաղթի, որտեղ դա միակ տարբերակն է, երբ որ գործը կվերանայվի